այդ աստիճան սրտացավ չի, ոնց որ ինքն է, կամ ոնց որ պետք է լինի։ Քրիստոնյային կարելի է հիասթափվել։ Թողնված ազգում իրան, այդ ժամանակ ինչ որոշում ընդունի սխալ լինելու, էմոցիոնալ լինելու, բայց մենք պետք է վստահենք, պետք է էլի հավատարիմ մարդիկ ճարենք, երբ որ հովից է հիասթափվում մարդը, ընդհանրապես եկեղեցին թողնում։ Ոնց վարվի մարդ, որ չընկնի այդ վիճակի մեջ։ Բայց եթե մարդը հիասթափվեց Աստծուց, դա նշանակում է ինքը որևէ հարաբերություն ունենալու Աստծու հետ։ Բարև ձեզ, սիրելի բարեկամներ, այսօրվա մեր հաղորդման ընթացքում կխոսենք հիասթափություն թեմայի շուրջ Հովիվ Արթուր Նազարյանի հետ։ Հովիվ Արթուր, հիասթափությունը դա զուտ զգացմունք է, թե սրտի վիճակ։ Դա համ սրտի վիճակ է, համ զգացմունք է, ու շատ տհաճ զգացմունք է, երբ որ մարդը հիասթափվում է, երբ որ մարդը զգում է հիասթափության մեջ կա նաև ոնց որ խաբվածություն։ Այն հույսերը, որ ինքը ուներ, ոնց որ մեկը խաբեց իրան։ Հա, մարդը իրան խաբված ազգում, հա։ Խաբված ազգում, կատես բան։ Դա զգացմունք էլ է, ես դրա համար ասեցի, էլի։ Իհարկե դա սրտի վիճակ է։ Իսկ ի՞նչն է հանդիսանում դրա դրդապատճառը։ Ինչից է մարդը հասնում այդ վիճակին կամ Մի քանի բաներից կարա լինի, իրականում բարդ է ասել ինչից, դա ոչ իրական հույս է, դա ոչ իրական երազ է, ասենք երազանք ունի մարդը, բայց ոչ իրական է, դա ոչ իրական սպասում է, կամ ռեալ չի էդի, կամ ճիշտ չի, անհամապատասխան է, դա կարա լինի մարդը չափից ավել վստահում էր ինչ-որ մեկին ու հիասթափվում է, մարդը կարա ինքը նվիրված է, ինքը շատ նվիրված է ու չի տենում էդի մյուս կողմից։ հա Ու նման շատ բաներ, այսինքն մի բան չի ու կամ 3 բան չի, որ ասես այս 3 բանն է։ Կարա լինի, որ մարդը ռեալ նպատակ է դրել կամ ռեալ սպասում ունի, բայց ուրիշների պատճառով է, որ չի իրականանում։ Կարա լինի, այո։ Եվ մարդը կարա հիասթափվի, ոնց որ ասեցին, այն պատճառով, որ մարդը այդ աստիճան սրտացավ չի, ոնց որ ինքն է, կամ ոնց որ պետք է լինի։ Ընդհանրապես մարդը պետք է տենց սպասում ունենա, որ եթե ինքը շատ նվիրված է կամ շատ սրտացավ է, իր հանդեպ էլ տենց լինեն, թե Դե մարդիկ կան այդ ձև ակնկալում են ամենայն դեպս մինիմում ակնկալում են, բայց դեպքեր ա լինում, որ պահանջում են նույնիսկ, ոնց որ իր շուրջ բոլորը պարտավոր են այդ ձև անեն։ Ու եթե չէ, հիասթափություն է գալիս։ Հիասթափությունը կարա բերի մարդուն ավելի վատ հետևանքների, դա միայն այն չի, որ մարդը հիասթափվեց։ Հիասթափությունից մարդը կարա վրեժ լուծի, հիասթափությունից մարդը կարա անադեկվատ չարությամբ լծվի, անադեկվատ քայլեր անի։ Այսինքն շատ վատ վտանգավոր բան է։ Այդքան լավ թեմայից չենք խոսում։ Իսկ քրիստոնյային կարելի է հիասթափվել։ Կարելի է։ Իհարկե ոչ, չի կարելի, բայց հիասթափվում ենք, իհարկե հիասթափվում ենք։ Թե նա միշտ պիտի լինի իդեալական վիճակում, լցված հույսով, լցված։ Դա լավ է, որ այդ ձև լինի, բայց հիասթափություն ապրում ենք։ Ես ինքս ապրել եմ մի քանի անգամ, հաստատ։ Հիասթափությունը այնպես բան է, որ դժվար մի մարդ լինի, որ ասի ես երբեք չեմ հիասթափվել ու չեմ էլ հիասթափվելու։ Հիասթափվում ենք, հետո խելք ենք գալի, հասկանում ենք որոշ բաներ, տեղն ենք դնում։ Իհարկե պետք չի հիասթափության ժամանակ մանավանդ այդ ժամանակ ընդունել որոշումներ։ Հիասթափված մարդը, ել եմ ասում, դա խաբված ազգում իրան, թողնված ազգում իրան, այդ ժամանակ ինչ որոշում ընդունի սխալ լինելու, էմոցիոնալ լինելու։ Լավ է ինքը վերականգնվի մի հատ,
ոնց որ ճիշտ տեղը դնի ամեն ինչը։ Շատ հաճախ էդի ոչ իրական, ոչ ճիշտ հույսա։ Կամ ակնկալիքա։ Այսինքն կարող ասենք, որ այդ պահին չեմ ասում հավատացյալը անգելա կամ մեղքի մեջ անգել, այլ ասենց մի քիչ շատ ավելի թեթև ձևակերպենք, ուղղակի իր հույսը Աստծո վրա չի դրել, որ հիասթափության մեջ անգել։ Այո, որովհետև այնքան շատ տարբեր բաներից կարա լինի, այնքան տարբեր են դրանք, որ դժվար է նույնիսկ ասես մի քանի օրինակներով ասել, բայց եթե վերադառնանք եկեղեցին, հավատացյալ մարդը, ասենք հավատացյալ մարդը ունի իր դեմ, իր պատկերացումով, ասենք մի հատ լուրջ նվիրված քրիստոնյա մարդ, ուսուցիչ, չգիտեմ, հովիվ եւ այլն, ու ինքը մտածում է, որ այդ մարդն է իմ օրինակը, այդ մարդն է իմ հասնելիքը, ես ուզում եմ իրան նմանվեմ եւ այլն եւ այլն, որը որ ավետարանում էլ է, Պողոս առաքելը ասում է ինձ նմանվեք, ոնց ես Հիսուսին եմ նմանվում, բայց հանկարծ Աստված ոչ այլ եթե այդ մարդը ընկավ, հիասթափությունը գալիս է։ Հայ էլի մարդկանց հետ կապված sense մի հատ հարց ծագեց ծառայության մեջ խումբը մանավանդ ասենք ավակը ամենայն դեպս պետք է հույս կապի հա չէ ծառայողների հետ եւ այլն ինչ որ պլաններ ապագայի հետ կապված ման այստեղ որն է ոնց է հավասարակշռությունը որ չհիասթափվի որ ասենց ասած այնքան անիրական հույս ու հույսեր չկապի այն անիրական պլաններ չկազմի այն հավասարակշռությունը որտեղ է ոնց ինձ թվում է եթե ինքը սպասում է որ մեկը կաճի ու որոշակի պատասխանատվություններ կվերցնի իր վրա նա պետք է համբերատար սպասի այդ իրավիճակին այլ ոչ թե ժամանակներ դնի, այլ ոչ թե ինքը իրան ընդունի որոշում, այսինչ օրը ես սենց եմ անելու, բայց դեռ որևէ բան չկա։ Հետի ոնց որ ես մի հատ բույս ցանեմ, այդ բույսը ունի իր ժամանակը, երբ որ բերք է տալիս, բայց ես իմ ժամանակին, ասեմ, մի ամսից ես իմ կազմակերպեմ իմ բերք հավաքը, ինչ ուզում ալնի, հիասթափություն է լինելու, իհարկե հաստատ։ Այսինքն պետք է համբերատար սպասի այն ժամանակը, երբ որ տենում է, որ այո, կան արդեն մարդիկ, որ վերցնում են, որ չհիասթափվի։ Կամ եւս մեկ անգամ չապրի այդ բանը, որ այ ոչ մեկ չկա, այ սենց եւ այլն եւ այլն։ Սկսենք եթե սխալ է հասկացել կամ սխալ հույսը դրել է ինչ որ մեկի վրա, որ այ հեսա այս մարդը մեջ տեսել է եւ այլն, բայց այդ մարդն ինչ որ պահի ուրիշ որոշում է կայացնում ու նույնիսկ ծառայությունն է թողում։ Ասենք այս դեպքում ինչ էր էցի սխալ հույսեր, ասենք թե ուղղակի ասենք ավակը չտեսավ կամ մարդու հարցներ Ինձ թվում է ծառայող մարդը ավակ լինի, հով լինի, որևէ պաշտոնյա, ասենք պաշտոն եթե ունի եկեղեցում, ծառայող մարդը պետքա ծառայի, անկախ իր շուրջ բոլորը ով ինչով է զբաղված։ Իհարկե լավ ծառայող այն մարդն է, որ նաև ազդեցություն է թողում։ Ազդեցություն թողող մարդ է ինքը։ Բայց ով այդ ընթացքում կսայթակի, դուրս կգա, հավատքից կհելնի, դա արդեն իր պատասխանատվությունը չի այդքան, որովհետև վերջը ամեն մարդ իր ընտրությունն է անում, ամեն մարդ իր ձևով կարող կամ ճիշտ տեղում չէր այդ մարդը, ճիշտ ծառայության մեջ չէր եւ այլն։ Ինձ դուր է գալի, երբ որ մարդն ասում է ես մեկա ծառայելու եմ։ Ու դրան զուգահեռ իհարկե նայում է որ մարդիկ բարձրացնի,
այլ ոչ թե ինձ իր ամբողջ ուշք ու միտքը իր ծառայությունն է ու ես եմ եւ անփոխարինելի եմ։ Իհարկե ոչ։ Բայց իր ծառայությունը կախված չի մարդկանց նվիրված լինելու, թե նվիրված չլինելու, դրանից կախված չի, իհարկե կախված չի։ Երբ մեկն ապրում է հիասթափություն մարդուց, սա պատճառն ինքը իր մեջ է, թե դիմացինի մեջ է։ Համնենց կարա լինի, համնենց, դե իրանից է, որ ինքը հույսեր է կապել, հասկանում ենք, եկեք մի հատ օրինակով նայենք, մեր Տեր Հիսուս Քրիստոսը գրած է Աստվածը ավետարանում, որ նա գիտեր մարդու մեջ ինչ է բնակվում։ Նա գիտեր։ Ըստ էության այն իր կարևոր պահերին իր կողը ոչ մեկ չկանգնեց։ Միայնակ էր զգում, դժվարությամբ սովորեց հնազանդություն եւ այլն, այսինքն եթե ինքը կոտրվեր, հիասթափվեր, չէր կատարելու իր միսիան։ Բայց ինքը հասկանալով, որ մարդը դա է, որ այսօր մարդիկ ասում են ովսաննա, վաղն էլ գոռալու են խաչը բարձրացրու իրան, մարդիկ էդ են։ Այսինքն ոչ պետք է մենք մի տենց երևակայենք մեզ, երբ որ մեզ գովում են, ոչ էլ վատ զգանք, երբ որ մեզ վատաբանում են։ Մարդ արարածը փոփոխական է ու ստաբիլ չի, ասենք, ու ոչ այնքան վստահելի է, թեպետ մենք միշտ պետք է վստահենք մարդկանց։ Իրավունք չունենք չվստահենք, բայց այդ է իրականությունը։ Ու դրա համար ինքը իր միսիան կատարեց։ Ինքը իմանալով, որ մարդը որևէ սխալ ակնկալիք ինքը չէր արել կամ իր միսիայի մեջ ինքը չէր դրել իր հաշվարկների մեջ, կոպիտ եմ ասում, իր հաշվարկների մեջ չկար մի բան, որ հույսը դրել էր կամ հաշվարկներ արել էր ինչ-որ մարդու կամ մարդկանց։ Ոչ։ Բայց սենց մի հատ հարց, եթե մարդը, սենց ասենք, չհենվի մեկ ուրիշի, սենց ճակերտը որ ասես չհենվի, չվստահի ուրիշ մարդու վրա, սա չի համարվի ընդհանրապես անվստահություն բոլոր մարդկանց հանդեպ կամ դա չի բերի մարդուն մեկուսացի։ Իհարկե, ես ասացի, որ դա անթույլատրելի բան է։ Հայտնի խոսքը Մայր Թերեզայի հայտնի խոսք է դա դառել, որ այդ իր ծառայության միջոցով միլիոնների շրջանառություն ա եղել, որ այդ աղբարկներում, ասենք, երեխաներ գտնել, տանել, մայրություն, հայրություն անել, այդ թողված ու այդ կոպիտ ասած սպանված երեխաներին, միլիոնների օգուտներ ա եկել ու իր շուրջ բոլոր մարդիկ մեծամասնամբ գրփել են այդ գումարները, խարդախել են, բայց նա ասում է միևնույն է մենք պետքա վստահենք մարդկանց, որովհետև դա դու թմով պետք է անես, դու չես կարա մենակ անես։ Մենակ մնալը դա պարտություն արդեն։ Իհարկե շատ դեպքերում, ոնց որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ներքին պայքարի մասին էինք խոսում, դա մենակ է, դա ընկերովի չի, դա կոլեկտիվ չի, բայց ծառայությունը, Աստծուն ծառայությունը դա միայնակ գործ չի։ Ինչքան էլ շուրջ բոլորդ կան մարդիկ, որ խարդախեցին, սխալ արեցին եւ այլն, բայց մենք պետքա վստահենք, պետքա էլի հավատարիմ մարդիկ ճարենք, էլի իրանց փոխանցենք, այդ process-ը չի կարա կանգ առնի։ Դա ես ինչի համար ես հարցը տվեցի, որտեղ երբեմն մարդիկ ելնում են ասում են ավելի լավ է հեռու մնաս, չվստահես։ չէ։ Սենց ու կղզի անում են իրանք, ավելի վատ տեղ է տանելու։ Ու հաստատ այդտեղից դա ցույց է տալի, որ մարդը հիասթափված է։ Դե ու մնացել է հիասթափության մեջ։ Հիասթափություն մենք ապրում ենք, բայց պետքա դուրս գանք այդ վիճակից։ Հիասթափություն մարդը ապրում է։ Մարդը կարա հիասթափվի իր կնոջից, իր ամուսնուց, որտեղ ինքը ուրիշ ձև էր պատկերացնում ամուսնությունը։ Ինձ թվում է ցանկացած ամուսնություն գալիս է տենց պահեր,
որ հիասթափվում են, որովհետև ավելի բարձր, ավելի մեծ ակնկալիքներ կար այդտեղ, ավելի ռոմանտիկ, ավելի, բայց ռեալ կյանքը մի քիչ ուրիշ ձև է։ Ու մարդը որ հիասթափություն ապրում է, պետք է չմնա դրա մեջ։ Նախ պետք է հասկանա, որ մարդ ենք, թե ինքոմը, թե իսկոմը, ինքն էլ է մարդ, ու արդեն ավելի ռեալ ձևով, ավելի սիրով արդեն շարունակի իր կյանքը։ Նույնը ծառայության մեջ է, նույնը բիզնեսում է, նույնը ընտանիքում, նույնը երեխաների հետ փոխհարաբերության մեջ է, եւ այլն, իհարկե։ Քեզ հայտնի ինչ իրավիճակներ են եղել եկեղեցում, երբ որ մարդը եկեղեցում լինելով ընկել է հիասթափության մեջ։ Ասենք ինչ որ ես ասեցի, ասենք օրինակ ասեմ, մի հոգու հետ ես խոսում էի, ինքը ասեց, չգիտեմ, որտեղ, չեմ ուզում անուններ ասեմ, ինչ որ որտեղ ինքը ունեցել է հովիվ, ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան այդ հովիվը իր կողմն ա եղել, միշտ աղոթներով, միշտ կանգնած, միշտ եկել այցելել է, միշտ, որ նկարագրեց ինքը այդ հովին, ես մտածում էի, մեր Տեր Հիսուսն էլ երևի չհավասարվել այդ հովին։ Ու այդ մարդը եթե այդ նույն ձևով ինձ է նայում, որ ես այդ ձև լինեմ, ես այդ ձև չեմ լինելու։ Ես չեմ էլ կարա այդ ձև լինեմ։ Այսինքն մարդը եկեղեցում կարան են սպասումներ ունենա, թե հովից, թե ավակից, թե եղբայր քույրերից, որ դա անիրատեսական է, դա ռեալ չի։ Ու դա բերելու է հիասթափության, իհարկե։ Դա բերելու է հիասթափության։ Ոչ միայն էդի, տարբեր բաներ ա լինում, երբ որ մարդիկ եկեղեցում հիասթափվում են։ Օրինակ, իրանց ընտանիքի անդամներից մեկը հիվանդ է ու չի բուժվում։ Սա էլ է։ Կամ մարդը կամ կինը անհավատ է, կամ երեխան անհավատ է, 20 տարի աղոթում ենք, այդ երեխան կամ այդ կինը, մարդը, չգիտեմ, դեռ անհավատ է։ Ու սա նման շատ բաներ։ Այսինքն մենք պետք է մի կողմից անտարբեր դառնանք, ոել չաղոթենք, էլ անիմաստ մեր թևերը թուլանա, իհարկե ոչ։ Մենք միշտ պետք է աղոթենք, մենք միշտ պետք է դրան տեղ տանք, գանք Աստծո առաջ, մեր խնդրանքներով, մեր աղաչանքներով, բայց նաև հասկանանք, որ սուվերեն Աստված է։ Մարդն իր ընտրությունը ունի։ Մարդը իր ընտրությունն ունի, բայց դեպք կա, որ Աստված սենց է թողում։ Մենք ասում ենք Տեր, քո կամքը թող լինի, բայց ասում ենք քո կամքը լինի, բայց իմ ձևով էլի, ոնց որ ես եմ ուզում։ Դա չի լինում։ Աստված ազդեցության տակ չի գնում Աստված։ Դրա համար եկեղեցում լինում են սենց դեպքեր, մեր գործն է, որպեսզի մարդուն հիասթափությունից հետ բերելն է, վերականգնվելն է, որ գնացինք առաջ։ Մարդը հիասթափություն ապրում իր ավակից, իր հովից, այդ դեպքում ոնց պետք է վարվի հենց այդ տվյալ մարդը։ Եկեղեցում սովորական, ասենք, քույր եղբայրների հետ, ասենք, եթե վատ եղավ, հիասթափվեց, ավակի հետ, երբ որ հովից է հիասթափվում մարդը, ընդհանրապես եկեղեցին թողում է։ Հիմնական իմ պրակտիկայում ես հետ եմ տեսել։ Եկեղեցին թողում է ու բացատրելով, որ ես ակնկալիք ունեի, բայց հովը չարեց։ Եղել են դեպքեր, երբ որ մարդը ուզում է, ինքը պարզ կոնկրետ ասում է, ուզում է, իր ակնկալիքն է, որ հովը ինչ-որ մեկին պետքա պատժի։ Օրինակ եմ ասում։ Բայց հովը դա չի տեսնում այդ ձև։ Ու մարդը հիասթափվում է, ու կարա եկեղեցուց դուրս գա։ Իսկ ասենք, ոնց վարվի մարդ, որ չընկնի այդ վիճակի մեջ, որն է հավասարակշռությունը։ Շատ լավ հարց է, իրոք ես պատասխան չունեմ։ Իրոք ինչ անի մարդը։ Իհարկե հաստատ կարանք ասենք անիրական հույսեր մի ունեցի, մի խառնվի այնտեղ, որտեղ քո դաշտը չի,
դու մի ասա հովին ինքը ինչ անի, դու Աստծուն մի ասա ինքը ինչ անի։ Սենց կարելի է շարունակել։ Բայց ինչի է մարդկա հասկանում ա դա, ու տես բաներ չի անում։ Մարդը կա չի հասկանում։ Կամ քիչ է հիասթափվում մարդկա միշտ հիասթափության մեջ է։ Այո։ Մի քիչ դժվար է պատասխանել այս հարցին։ Համենայն դեպս շատ ավելի վտանգավոր տիրույթում է գտնվում մարդը, եթե արդեն իր հիասթափությունը հովից է, առավել եւս եթե մարդը հիասթափում Աստծուց, հա, դա արդեն Աստծուց հիասթափվել, դա նշանակում է ես աղոթում եմ։ Ես ճիշտը գիտեմ, բայց Աստված իրավունք ունի իմ աղոթքը չլսի կամ չկատարի։ Մոտավորապես սա է մարդը ուզում ասի։ Չպատկերացնելով, որ ոչ թե ինքն է որոշում, այլ Աստված է որոշում։ Երբեմն լինում է, որ անհավատ մարդիկ են հիասթափվում եկեղեցուց։ Լինում է։ Այ երբ որ ասենք մեր կողքը անհավատ մարդիկ այդ ապրումը ունեն ու կիսվում են կամ ասում են կամ ներկայացնում մեզ, մեր վերաբերմունքը ոնց պիտի լինի։ Օրինակ մարդը ասում է, քանի դեռ ձեր եկեղեցի էս մարդը գալիս է, ես չեմ գա։ Հա։ Դե մենք բացատրում ենք, որ այդ մարդով չի, դու արի Հիսուսի համար արի, դու քո համար արի, քո ընտանիքի համար արի, սա փրկության ճանապարհ է։ Հարցը մենակ եկեղեցի գալը չի, այլ լսել Աստծո խոսքը, շփվել, ավետարան լսել եւ այլն, դա մենակ զուտ ֆիզիկապես եկեղեցի գալը չի, այդքան կարեւոր։ Չնայած դա էլ է շատ կարեւոր։ Դրա համար անավատ մարդիկ էլ կարան տարբեր նման բաներով, այն մեկնա գալի կամ չգիտեմ, այս ինչ բանը իմ սրտով չի կամ չգիտեմ, եւ այլն, տարբեր բաներ կարա լինի։ Իմջայլոց մեծամասնությամբ ինչքան լսել եմ, եղել է քրիստոնյայի վարքագիծն է եղել հիասթափության պատճառ, երբ որ անհավատի մոտ եկեղեցու հետ կապված։ Դե ինձ էլ են ասել, որ օրինակ այս մարդը իրան սենց հապահում, ասում գիտեք, դու գիտես մի քանի վատ օրինակ, բայց արի քեզ մեր եկեղեցուց ասեմ մի քանի լավ օրինակ։ Հա։ Դու լավը նայի։ Այդ վատն էլ կա, բան չունենք ասելու։ Դե ո՞նց կարա հիվանդանոցում բոլորը լավ հետևանքով հիվանդներ լինեն։ Այսինքն բոլորը բժշկվեն, բոլորը ճիշտ ձևով իրանց պահում են, բոլորը։ Իհարկե ոչ։ Միշտ էլ լինում են մարդիկ, որ մի քիչ ծուռ են իրանց պահում, սխալ են պահում, ագրեսիվ են պահում, չեն հետևում։ Բոլորը չեն որ լավ պացիենտ են, բոլորը չեն որ լավ քրիստոնյա են։ Մեկին պետքա մի 10 տարի որ խելքի գա, մեկին պետքա մի տարի, մեկին մի անգամից փոխվում է։ Դրանք տարբեր են, բայց մարդը չէ, մարդը ասում է, քանի որ դա տենց է, ես այդտեղ գալացողը չեմ։ Սա վատ հետևանք է ունենալու ուղղակի, որտեղ այդ ձև սատանան միշտ այդ մարդուն պահելու է, որ չգա եկեղեցի։ Հա։ Որտեղ եկեղեցում միշտ լինելու են ծխող մարդիկ եկեղեցու դեմը, ու լավա լինեն, մեր նպատակը ինչ որ չլինեն։ Մարդիկ, ովքեր որ ապաշխարության ճանապարհն են։ Այո, այսինքն պետք է միշտ լինեն մարդիկ, որ գալիս են, որ փոխվեն։ Միշտ կլինեն մարդիկ կիսաաշխարհիկ, կիսահավատացյալ, միշտ կլինեն մարդիկ, որ մի քիչ էլ խիտրի են, մի քիչ էլ հələ այն հին պոզ պոչերը չի ընկել։ Միշտ են լինելու դրանք։ Առողջ եկեղեցում դա միշտ պետք է լինի։ Չի կարա չլինի։ Եթե մենք հասնենք միտեղ, որ մենակ իդեալական կատարյալ մարդիկ են, մենք տանուլ տվեցինք։ Սխալ ենք, մենք ճիշտ չենք վարվում։ Ամենայն դեպս այս աշխարհում դա հնարավոր չի։ Դու ո՞նց կարա լինի։ Դրա համար պետք չի ինչ որ մեկի կամ մի քանիսի պատճառով մարդը իր փրկությունը կորցնի կամ փրկությանը չնայի, հա, ասենց ասած։ Հիասթափությունը թույնն է, որ մտնում է մարդու մեջ, ժամանակա պետք որ մարդը մի հատ վերականգնվի, բայց ցավոք լինում են դեպքեր, որ մարդը մնում է դրա մեջ։ Հա։ Տենց էլ չի վերականգնվում։ Այո։ Հիասթափությունը
որպես մեղք Աստծուց հիասթափությունը համարվում է որպես մեղք։ Սա մեղք է, եթե մարդը Դե հիասթափվում է Աստծուց։ դե իհարկե, հաստատ։ Բայց եթե մարդը հիասթափվեց Աստծուց, դա նշանակում է ինքը որևէ հարաբերություն չի ունենալու Աստծու հետ։ Դե բայել այդտրանից վատ մեղք էլ որը կարա լինի։ Եթե Հիսուսի արած զոհը ես չեմ ընդունում, կամ ինչ-որ մեկը չի ընդունում, այդ դրանից ավել վատ մեղք ինչ կարա լինի։ Կարելի է ասել, որ այստեղ արդեն մարդու հպարտությունն է խոսում, երբ որ մարդը հիասթափվում է։ Միանշանակ հպարտությունն է, բայ իհարկե։ Մարդը պետք է ընդունի, որ Աստված սուվերեն Աստված է։ Աստված բաներ անում, ինքը գիտի ինչի համար է դա անում։ Բայց դեպքեր է լինում, ասես միանշանակ չի ամեն դեպքերը, որ մարդը հիասթափվում է։ Օրինակ ասեմ, ավտովթար եղավ։ Լինում է դեպք, որ մի ամբողջ ընտանիքի մեծ մասը մահանում է։ Ես ուզում եմ նման մի հատ հարց տայի, հա։ Օրինակ մարդը ասում է Աստված ինչի իմ ընտանիքը։ Օրինակ ինչի։ Այս դեպքում եղած հիասթափությունը։ Դե այդ եմ ասում։ Այսինքն միշտ չի միանշանակ տենց, բայց ամեն դեպքում մենք չենք Տերը։ Հա։ Ինքն է Տերը։ Ինքը է ձևա գտել։ Չենք ասում, որ ինքը բոլորին սպանում է։ Իհարկե ոչ։ Բայց որոշ բաներ թույլ է տալիս, որոշ բաներ տեղի են ունենում, process-ներ են տեղի ունենում։ Մենք կարանք չիմանանք, մենք գրածա մենք շատ քիչ բան ենք հիմա իմանում, բայց երբ որ կատարյալն եկավ, երբ որ Հիսուսը եկավ, մենք այն ժամանակ արդեն ավելի շատ բան կիմանանք։ Այսինքն բաներ կա մենք բացատրություն մենք չենք էլ կարա տանք։ Ես էլ որպես հով չեմ կարա բաներ կա բացատրեմ ինչի է այդ ձև։ Օրինակ ինչի է մի ընտանիքում բոլոր երեխաները հիվանդ են ծնվում։ Իսկ մի ուրիշ ընտանիքում լրիվ առողջ են։ Ինչա դա ավելի լավ հավատացիլական են մեկը։ Երևակայից այստեղ հենց խոսում է այդ հիասթափության պատճառը դառնում է թերի հավատը կամ ոչ ամբողջովին վստահություն առ Աստված, երբ որ մարդը Աստծուց հիասթափություն ապրում։ Երևակայի այդ միգուցե դա էլ լինի, բայց ինձ թվում է նեղվածությունը։ Մարդը նեղանում է Աստծուց։ Նեղանում է, որ Աստված էդի թույլ տվեց այդ ձև եղավ։ Օրինակ Հոբի պարագայում չգիտեմ էլ ինչ պետքա լիներ այդ մարդու հետ, որ ասեինք հեսա վերջն է, բայց նա չի հիասթափվեց։ Որովհետև ասեց իմ փրկիչը կենթանի է։ Ես ունեմ Տեր ու այդ մի Տերն է։ Ասենք ինչ անեմ։ Մարդը պետք է հասկանա, հավատացել մարդը պետք է հասկանա, որ ինքը ինչ ունի անելու։ Ասենք հիասթափվեց, նեղացավ Աստծուց, էլ չի խոսում Աստծու հետ ու ինչ։ Դա ինչ անելու։ Դա որևէ օգուտ չի լինելու, որևէ ձևով։ Ընդհակառակը պետքա վերականգնվի ու իր արած գործերը պետքա էլ կրկնապատկվեն։ Ու ծառայի Տիրոջը։ Մարդը պետք է հասկանանք, որ ամեն մեկս մենք ստեղծվել ենք Հիսուսով եւ Հիսուսի համար։ Այստեղա որ մեզ հաճախ մենք մոռանում ենք կամ մեզ թվում է, որ մենք ունենք մեր կյանքը։ Ես ունեմ իմ կյանքը։ Ոչ, ես չունեմ իմ կյանքը։ Իմ կյանքը Հիսուսը գնել է։ Իմ կյանքը այլևս իմը չի։ Ես ամբողջովին պատկանում եմ, ես Հիսուսի սեփականությունն եմ։ Այ երբ որ մարդը այդ ձև նայեց, դա արդեն ուրիշ բան է արդեն։ Օրինակ իմ ավտոմեքենան դժվար ինձանից նեղանա։ Իհարկե նա անշունչ առարկա է, բայց կոպիտ եմ ասում։ Դա իմ սեփականությունն է, կուզեմ կծախեմ, կուզեմ կպահեմ, կուզեմ լավ կպահեմ, կուզեմ վատ կպահեմ, կուզեմ շուշուտ կլվանամ, կուզեմ չեմ լվանա։ Եթե ես ճիշտ իրական ձևով եմ նայում ամեն ինչին, ըստ Աստվածաշնչի,
Ամեն ինչ գնում է իր տեղը։ Բայց մարդկա մի քիչ նեղացկոտ է, նեղանում է, հիասթափվում է, մարդկա նեղացկոտ չի, մարդկա կարմանների, մարդկա չի կարումների, սրանք լրիվ դեր են խաղում հիասթափություն թեմայի մեջ։ Հո ջան, իսկ հիասթափության երևույթի արկայությունը կապված է հավատացյալի հոգևոր աճի հետ։ Այսինքն ինքը քիչ աճածա, դրա համար է հիասթափությունը գալիս։ Չի ասի, որտեվ հիասթափություն ապրում են նաև լավ հոգևոր մարդիկ։ Չի ասի այդ ձև։ Հովիվներ, եպիսկոպոսներ։ Իհարկե։ Ավետարանում կամ Աստվածաշնչում մենք կարանք տենանք։ Օրինակ Եղիան հիասթափված էր։ Ու էլի ծառայողներ, օրինակ Հովնանը։ Ինչ պատճառներով, ու այդ պատճառները գիտենք ինչ պատճառներ էր։ Չէր ուզում, նեղացած էր։ Ես այս հարցը ինչի համար տվեցի, որտեղ երբեմն ասենք, երբ որ նման դեպք է պատահում, մանավանդ երկու մարդկանց միջև գնահատում են դե ոնց որ հոգևոր թուլություն կամ ոչ բավականին հոգևոր։ Դե նայած, եթե ինքը չներելու կամ տենց բանա, միգուցե, բայց ոչ, օրինակ Հովնանի նման հոգևոր մարդ, ազդեցիկ մարդ, երբ որ մենք կարդում ենք այդ փոքր գիրքը, Հովնանի գիրքը, ես ասում եմ մենք սկի դրա երևի 1% էլ չունենք։ Այն ազդեցությունը, այն Աստծո հետ քայլելը, որ Հովնանն ուներ, որ շուրջ բոլոր մարդիկ հասկանում էին, որ ստեմյատ ուրիշ մարդ է եկել։ Բայց այդ մարդը հիասթափված էր, նեղացած էր Աստծուց։ Այսինքն նույնիսկ չի որ հոգևոր լուրջ ազդեցիկ մարդիկ դրա մեջ չեն ընկնում են, բայց Աստված դասեր է տալիս։ Աստված իր ձևերով դասեր է տալիս։ Աստված մեզ սիրում է։ Դրա համար պատժում է կամ դաստիարակում է, այո։ Իմ վերջին հարցը, քո կարծիքով ո՞րն է ամենալավ դեղամիջոցը այս երևույթի դեմ։ Որպես մարդ ուզում եմ ասեմ իրական, իրատես ու Աստվածաշունչ իմանալն է։ Երբ որ Աստվածաշունչը կարդում ես, բարձանում է, որ մարդու սիրտը ամեն չարիք կարա լինի, մարդը կարա փոփոխական լինի, բայց դա չի մենակ։ Պետք է զգուշ լինի մարդը։ Ամեն դեպքում ինչքան էլ ինքը որ շատ մոտիկ է Աստծո հետ է քայլում, իր ամբողջ կյանքը տվել Աստծուն, չխառնի ով Աստված, ամեն դեպքում այդ ակնածանքը չկորցնի Աստծո նկատմամբ, իսկ եկեղեցի քույր եղբայրներ կամ ասենք ընտանիք այդ թեմայից շուտ վերականգնվի, եթե նաև հիասթափությունը ապրել, վերականգնվի ու առաջ քայլի, հասկանա, որ լինում է, գնացինք առաջ, այս էլ կանցնի, ոնց որ Սողոմոններ ասում, սա էլ կանցնի։ Իսկ կարա ասենք այս երևույթը ի հայտ գա մարդու չափից ավելի մեկ ուրիշին նվիրվելու պատճառ։ Իհարկե։ Ես իմ պրակտիկայում հիասթափվել եմ իմ անտաղանդությամբ կամ իմ որոշակի հարցերում, որ ես այդքան լավ չեմ, այդ դրա մեջ էլ եմ ես հիասթափություն ապրել։ Բայց հետո հասկացել եմ, որ մի րոպե գնում ենք առաջ, ծառայում ենք Տիրոջը։ Իմ ամբողջ ուժով, իմ ամբողջ զորությամբ, իմ ամբողջ մտքով ես պետք է Աստծուն սիրեմ ու ծառայեմ իրան։ Ուրիշ բան չի մնում այդտեղ։ Որ պիտի մարդը ինքն իրան թափտա գնա առաջ։ Իհարկե կարա լինի այդ էլ, օրինակ նույնը միջեկեղեցական հարաբերություններն ա, նույնը միջհովվական, չգիտեմ, միության եւ այլն։ Ու մեկ էլ տենում ես մի ինչ-որ եկեղեցու կողմից կամ մի հովի կողմից կամ մի ծառայողի կողմից մի սխալ արարք։ Սա էլ կարա կոտրի, հիասթափեցնի, իհարկե։ Բայց հասկանում ես, որ նորմալ է, միգուցե մի ժամանակ էլ ես եմ տես բան արել։ Բայց հնարավոր է նախորոք պաշտպանվել
հիասթափությունից։ Նախորոք պաշտպանվելու լավագույն ձևը ըստ իս սուբյեկտիվ կարծիք եմ ասում, հասկանաս, որ մարդուց ամեն ինչ սпасելի է։ Մարդուց ամեն ինչ սпасելի է։ Ամենալավ մարդուց, ամենակոնկեր մարդուց, ամենահարազատ մարդուց, ամենասիրած մարդուց, սիրվող մարդուց, նաև որ քեզ է սիրում, ամեն ինչ սпасելի է։ Դրա համար հասկանում ես, որ նույնիսկ եթե դա լինում է, ոչինչ։ Իհարկե կարելի է որոշ բաներ ճշտել, ասել, բացատրել, կյանք է դա, բայց իսկ Աստծուց հիասթափվել ոչ, լավ է, չհասնենք դրան, այլ հասկանանք, որ ինքը Տերն է, ինքն է Տերը։ Այդ ձևա որոշել։ Հա, մի քիչ կարող է դա դառներ իմ համար, մի քիչ դա խիստ էր իմ համար, մի քիչ դա ոչ սովորականեր, ոնց որ միշտ էր, բայց Տերն է, ուրեմն այդ ձևա պետք։ Ամենայն դեպս ինչ որ ինքը որոշում է, ճիշտն է որոշում մեր համար։ Ամենաբարին է որոշում։ Այո։ Շնորհակալ եմ հարցերի պատասխանների համար, սիրելի բարեկամներ, այսքանով ավարտենք մեր հաղորդումը։ Տարածեք մեր հաղորդումները, դիտումները կախված է ձեր ակտիվությունից։ Մենք աշխատում ենք պատասխանել ձեր հարցերին եւ սպասում ենք ձեզանից նաեւ ուրիշ հարցեր, ուրիշ թեմաներով կարող եք փոխանցել ձեր հարցերը մեր էլեկտրոնային փոստին կամ ներքևը բերված չաթի մեջ։ Այսքանով ավարտենք այսօրվա հաղորդումը, եղեք օրհնված, կհանդիպենք հաջորդ անգամ։ Տեր օրհնի։